ուրեմն շատ կարևոր խնդիր կա, որ Նիկոլ Փաշինյանը պետք է 2026 թվականի ընտրություններին այդ իր նախապատրաստական աշխատանքների ընթացքում հեռացնի իրեն խանգարող բոլոր օղակներին եւ այս հեռացման գործընթացին, այս իզոլյացիա անելու գործընթացի մեջ էր մտնում նաեւ մեր վարչապետի թեկնածու Մասիս խոշորացված համայնքի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ապօրինի կալանքի որոշումը, այս իր մեղադրանքով չկա նման վերձիգտ Հայաստանի պատմության մեջ եւ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է եւ Դավիթ Համբարձումյանը քաղաքական բանտարկյալ է։ Դավիթ Համբարձումյանը մարդ էր, հիշեցնում եմ նաեւ, ինչ եմ ասում այս ենթատեքստում, որովհետեւ Դավիթ Համբարձումյանը մարդ է, ով առաջինն էր գնացել ուխտագնացության սատար կանգնել Վեհապար Հայրապետին հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ մենք միասին հազարավոր մարդկանցով քայլերթ ենք իրականացնել դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին ի աջակցություն Մայրաթորի ի աջակցություն Վեհապար Հայրապետի եւ ըստ էության փորձելով կասեցնել, վիժեցնել ընթացքը իմպիչմենտի գործընթացի, որը այսօր եւս մնում է միակ լեգիտիմ եւ ուրեմն շոշափելի օրակարգ հանդիմության շրջանակներում, որը որ արժեքել ենք մենք հանրապետական կուսակցությունը, այսօր այդ գործընթացը փորձել են կասեցնել Դավիթ Համբարձումյանին կալանավորելով, ապօրինի կալանավորելով Դավիթ Համբարձումյանը թեև գտնվում էր արտերկրում եւ կարող էր հանգիստ չվերադառնալ, նա վերադարձավ, որ պայքարի, նա վերադարձավ, որ իր երկրի, իր պետության, իր արժեքների, իր գաղափարների համար կռիվ տա եւ թեկուս կալանավորված Դավիթ Համբարձումյանը այսօր եւս պայքարում է իր եւ հայ ազգի ազատության համար։